Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը։ Ակոպովնաշաբաթը սկսում է էներգիայով լի ու ամենակարևորը պրեմիերաներով երաժշտական ու էքսկլյուզիվ։ Հատուկ նրանց համար, ովքեր որ միշտ ինձանից ակնկալում են հետաքրքիր թողարկումներ։ Ունեմ շատ սպասված հյուր, բայց նրան րոպեներ անց կներկայացնեմ, որովհետև այս պահին մեծագույն սիրով շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, աստծորնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսալովակ եւ տեղեկացնեմ։ Տեսալովակի տաղանդավոր հերոսը արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք հիմա։ Ժամանակ մեր ինձ ետուր պահերը հին արդեն դարձած օտար կային օրեր գրկում էիր իմ ժամանակ թե քեզ ետայն ոտքս քարին չեր առնի ու թող ցավեր սիրտը իմ էլի լինեի քո կողքին քայլում եմ դեպի սեր դեպինդ կրկիր ինձ սեր հասնեմ ամպերից վեր իմ արև քո լույսը վեր քայլում եմ դեպի սեր դեպինդ կրկիր ինձ սեր հասնեմ ամպերից վեր իմ արև քո լույսը վեր Ճանապարհ կարճ երկար իմ սրտին հյուր եկար որտեղ շատ սեր գտար երկուսը մեկ դարձավ սեր անմար քեզ համար կհորինեմ նոր աշխարհ որտեղ ամեն քար ու սար կերքեմ մեր համար Հասնեմ ամպերից վեր իմ արև քո լույսը վեր քայլում եմ դեպի սեր դեպինդ կրկիրից սեր հասնեմ ամպերից վեր իմ արև քո լույսը վեր Ես վստահ եմ, որ հենց հիմա շատեր ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատ իմ գործընկերները ասում են Ակոպովնա ուշացել է, գիտեմ, բայց մեղքը իմը չի եւ այսպես շարունակ։ Բայց մեծագույն սիրով ասեմ, որ հյուրընկալում եմ տաղանդավոր ընկերոջը Արտաշ Զաքյանին։ Արտջան, բարի օր, բարի գալուստ։ Բարի օր, շնորհակալություն Զինա ջան։ Ես եմ մեղավոր եւ Արտաշը, որ բացակայել ես, բայց տեղը պիտի հանենք։ Տեղը կհանենք անպայման։ Ասա, որ այս ընթացքում դու հասցրել ես շատ տեսալովակներ։ Ավելի ակտիվ արդեն սկսել եմ։ Մոտակա ժամանակահատվածում միանգամից մի քանի տեսալովակ կներկայացնեմ հանդիսատեսի դատին։ Ինչ է դա կապված արդյոք։ Երևի թե ամառա գործերի լավ լինելու հետ կապված է։ Հարստենք, հետո։ Բայց ասեմ ծայրահեղություն է։ Քո ընկերներ շատերը գալիս ասում են, դե մի քիչ թուլացել է, դե դա էլ կարդ։ Բան չասեցի։ Հա, այն որ ասում է ով գիտի ոնց, բայց մարդկա կարող 24 ժամ աշխատում, բայց տեսալովակ չի նկարում։ Չի ուզում, արտետ էլ կա։ Ինձ թվում է շուկան այնքան խառնված է իրար, այնքան շատ երգեր ու տեսալովակներ են լինում, դա էլ կարա տանի նրան, որ լիքը երգիչներ ուղղակի դադարում են ինչ-որ ժամանակահատված գործ անել։ Ես տենց եմ կարծում։ Բայց բացի այդ էլ մի հատ հաշվար կանենք, էլի, մի քիչ հետ գնանք։ Երգը մենակ տեսալովակը չի, երգ, առանժ որ թեմաներ, գումար,
Այսպես շարունակ։ Համենայն դեպս իմ կարծիքով կա զանգված արդ, որ սիրում է այն իմ սիրած ձևաչափեն, որ ինչ որ մի տեղ անկյունում երգում է, երգը արդեն տարածում է, մեկը եթե երգ աշխատեց, տեսալվակը համաձայնեմ միանշանակ։ Կա չէ տենց բան։ Միանշանակ համաձայնեմ։ Շատ լավ։ Հիմա ես ընդհանրապես 1 օր առաջ տեսա, որ մի հատ շատ փայլուն սիրուն աղջիկ մեքենայի մեջ Տիգրանը նկարում էր։ Այո։ Դա ընթացքի մեջ այդ։ Արդեն իսկ մոնտաժվում է տեսալովակը, մոտավորապես 1 շաբաթ հետո կհանձնենք հանդիսատեսի դատին։ Բայց մենք նորը հիմա ցույց ենք տալու։ Նորը ցույց ենք տալու, որը որ արդեն իսկ պրեմիերան արվել է։ Շատ լավ։ Դրա YouTube-յան ալիքում։ Մի 2 հարցից հետո անցնում ենք տեսալովակի պրեմիերային։ Արդ երկերի մասն եմ ուզում խոսես։ Դե տեսալովակներ նկարում երկերն էլ կա, չէ։ Այո։ Ում հետ ես աշխատում։ Հիմա աշխատում եմ գործիքավորումը Գարիկետ Շարոյան։ Կոնկրետ երաժշտական պրոդյուսինգով ինքն է զբաղվում։ Բարերի հետ կապված այս երկի բարերը ես եմ գրել, կփորձեմ մաքսիմալ անկեղծ լինեմ, հա։ Եզակի երկերից եմ, որ հասկացա, որ ինձանից լավ չեն գրելու, որովհետև երգը ես զգում եմ։ Ուզում եմ այդ բառերը լինի։ Ըստ այդմ, եթե պետք է այդ բառերը լինի, ուրեմն ես կգրեմ, ինչի՞ տամ ուրիշը գրի այդ բառերը։ Հա, հեչ։ Իսկ կարծում եմ արդեն այնքան երգեր ենք լսել, այնքան երգեր ենք երգել, որ մեր մեջ էլ կուտակված բառապաշար կա, որը որ կարող ենք համադրել երգի հետ եւ ներկայացնել հանդիսատեսին։ Առաջինն էր այդ։ Չէ, էլի որ ես եմ գրել, հա։ Շատ լավ, իսկ երգը։ Երգը երաժշտությունը գրել է Գրիգը Դավթյան, Գարիկը Շարոյան, տեքստը արդեն իսկ նշեցի ես, գործիքավորումը եւս Գարիկը, միքս մաստերինգ Վարդան Արոստամյան։ Ինչ լավ, տարբերություն քո ընկերին բոլորի ազգանները հիշում ես։ Հա, չէ, ում հետ աշխատում եմ, պարտավոր եմ հիշում։ Ամենալավը գիտես չէ, որ իմ ու քո սիրած Լիլոն Կարապետյան հանում է հեռախոսը, կապ չունի եթերում, կարդում է, որ ոչ մեկին է, որ ասում է չնեղացնեմ։ Տեսալովակով նկարեց։ Տիգրան Ավետիսյան։ Հա, ոնց որ անդավաճան է դարձել։ Արդեն հա, մոտավորապես 5 տարի աշխատում ենք, դաժե կփորձեմ մաքսիմալ անկեղծ ասեմ, մտքովս չէ անցնում ուրիշ ռեժիսորի հետ համագործակցեմ, որովհետև Տիգրանի հետ ստանում եմ այն ինչը որ ես պատկերացրել եմ։ Ու ամենակարևորը Տիգրան նկարա դա փաստի, վստահում եմ ամեն ձև Տիգրանին։ Ինչ լավ է։ Տիգրան տեսալովակն են, որ ասում շաբաթվա մեջ 4-5 հատ որ պրեմիերա չանեմ, ուրեմն որ ասում մեր շաբաթն չի անցնում։ Քո թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան։ Շատ լավ, այնպես որ 21 TV եթերում երեկոնդին այդ նախագծի շրջանակներում տեսալովակի պրեմիերա երգում են կերս, վայելում ենք, վերադառնում ենք տաղավար։ La 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 Քեզ որ կտա բախտի բանա սիրող մարդը կհասկանա աչքով տալեպտես շուշանա սիրտս քարչի որ դիմանա հիմարևն ես ինձ այրել ես էլ չեմ դիմանում թե ուզում ես թողնեմ գնամ բան չեմ հասկանում հաչիկներդ սիրունա 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 սիրտս տեղից հանումա ինձ խելքա հանանումա հաչիկներդ սիրունա 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 սիրտս տեղից հանումա ինձ խելքա հանանումա չարչարի թե սիրում ես խաղմի արա սիրտս քեզանով արա հիմարևն ես ինձ այրել ես էլ չեմ դիմանում թե ուզում ես թողնեմ գնամ բան չեմ հասկանում հաչիկներդ սիրունա 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 սիրտս տեղից հանումա ինձ խելքա հանանումա հաչիկներդ սիրունա 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 սիրտս տեղից հանումա ինձ խելքա հանանումա
21 TV եթերում տեղ ունեցավ նաև մեր ծրագրի շրջանակներում տեսահոլովակի պրեմիերա։ Արտաշ Զաքյանն ինձ մոտ տաղավարում է, հերթական անգամ շնորհավորում եմ ընկերոջս լավ գործի համար։ Տեմպը չթողես։ Ինձ թվում է կարելի է էլի պահել։ Փորձեմ պահել տեմպը, այո։ Որտե ինձ թվում է ինչ է մտածում եմ, որ միջև տարվա վերջ հնարավոր է դու տենց մի հատ մինի մենահամեր կազմակերպես։ Մտածում ես։ Չեմ շտապի նման բան ասել, կարծում եմ դրա համար շատ աշխատել է պետք։ 2-3 հատ տեսահոլովակով։ Դե հա, բայց նույնիսկ չի դու քիչ երկուն ես, չէ՞։ Բան չասեցի, ուղղակի մոտավորապես 1 տարի դադար եմ ունեցել, տեսահոլովակ չեմ ունեցել, հիմա կփորձեմ համ տեղը լրացնել ու գերակտիվ լինել։ Մնացածը Աստծով արդեն կհասկանանք։ Շատ լավ։ Մենք նոր նախագիծ ենք ունենալու, ճակերտները չբացեմ, ես վստահ եմ այդ ծրագրի շրջանակներում դու ինձ մոտ տաղավարում կլինես նոր եթերաշրջանում։ Մենք արդեն թեթև կկազմակերպենք, փորձ կանենք եթերում, որ ասում էլի մենահամերգի։ Հիմա անցնեմ ներկային։ Արտաշ Զաքյանը բացի են, որ իր անձնական տվյալներով կարողանում էր տեսահոլովակ, դու աշխատում ես նաև բենդի հետ։ Այո, կենթանի ամեն օր երգում եմ։ Ինչ ճանաչողները դա գիտեն։ Բենդի անունը։ Աշխատում եմ Ադանա ռեստորանային համալիրում, օրկեստր Բայ Ադանա։ Հասկացաք։ Հիմա շատերն ասում են դե մեր երեխու կնունք ծնունդին տեսել ենք Ադանայում, արդեն փաստ է, ինչի մասն է խոսքը։ Արտիստկետի չի խանգարում քեզ։ Կարծում եմ բոլոր երգիչները կհասկանան եւ կփաստեն, որ ամեն օր կենթանի երգելը դա միայն օգնում է։ Ես այդպես եմ կարծում, որովհետեւ ասենց ասեմ, միշտ ֆորմի մեջ ես դու։ Երբ զարթնես, կարաս երգես։ Չնայած որ լինում է ձայնը թոքնած է լինում, բայց այդ ամեն ինչով հանդերձ, այն որ միշտ պատրաստ ես կենթանի երգելուն։ Բայց դրա հետ մեկտեղ է լինում, որ կողքի գործերել ենք, չէ՞ ունենում, հասցնում ես։ Բնականաբար։ Տուն եք առանց դրա չի լինի։ Նենցա որ շատ լավ։ Արդ անցնենք մեր մյուս փուլին։ Չնայած որ ծրագրի ավարտ ամենասիրած պահն է, որ վստահ եմ դու երգերից մեկը այստեղ մեծ սիրով կկատարես, բայց արի անցնենք այն բլից հարցերին, որով կարողանում եմ օրինակ հասկանալ ոչ թե ես արդեն հեռուստադիտողը ինչպիսին է Արտաշ Զաքյանի ներքին աշխարհը մի քիչ է ճաշակը։ Գնացինք։ Գնաց առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Նախաճաշ անկողնում թե երեկոյան մոմերի տակ ընթրիք։ Երեկոյան մոմերի տակ ընթրիք։ Ռոմանտիկան պահել ես Արտաշ հաճելի։ Ինչ եմ ասում, որովհետև չեմ հասցնում դա։ Կարոտացա։ Եմ դա կուզենայի։ Շատ լավ։ Սպորտային թե երեկոյան հագուստ։ Ավելի շատ երեկոյան հագուստ։ Լավ, նախընտրած ուտեստ ունես արդ որ անփոխարինն է այդպես, որն է։ Իմամ Բայալդի։ Լուրջ ես ասում։ Այո։ Առաջի անունը, որ ինձ մոտ հնչեց գոնե փոփոխություն եղավ։ Խմիչք արդ։ Ընդհանրապես։ Իսկ եթե սեղանի շուրջս պետքա կենաց լինի եւ այդ որ կենացնա, որ քեզ թույլ է տալիս սիրում ես բաշակ բարձրացնել, նախընտրած կենաց։ Ընտանիքի ծնողների ամենասուրբ կենացը։ Արտիսկ կա մի կենաց, որ դու միշտ ստաբիլ ասում են Արտաշը գալիս է այս կենացը թողը կողքինքը պետք է երգի։ Այո, ծնողների կենացը։ Ծնողների կենացը, շատ լավ։ Ինչի մասին երբեք չի բարձրաձայնի Արտաշ Զաքյանը։ Խիստ անձնականի։ Լավ։ Մի բան կա, որ երբեք չես անի։ Չեմ կարծում։ Ինչից է վախենում Արտաշը։ Չեմ վախենում։ Չես վախենում։ Չէ, կորուստից էլ։ Կորուստ ունեցել եմ, դրա մասին չեմ խոսում։ Շատ լավ։ Կինո թե ներկայացում։ Կինո։ Ինչը երբեք չես ների։ Դավաճանություն, ընկերության մեջ։ Շատ լավ։ Ով է Արտաշի կյանքի հերոսը։ Որպես երգիչ նկատի ունեք թե։ Քո կյանքի հերոսուն, որ դու հերոսացնում ես։ Տանիքի անդամ է, ընկեր է, ով է, չգիտեմ։ Որպես այդպեսին չէ, ավելի շատ այն որ կասեմ պարծենում եմ իմ ընտանիքով։ Կնոջս երեխաներիս մասին է խոսքը։ Վերջացավ։ Հերոսներ են արդեն։ Մայրաքաղաքում ունես նախընտրած անկյուն։ Այո։ Այն որ քոնա գնում տենց։ Այո։ Չես ասում որտեղ է։ Մոնումենտի այգին։ Շատ լավ։ Արդ օրվա մեջ լինում է, որ տրամադրությունից մի քանի անգամ փոխվում։ Շատ, հա։ Ազդում է դա Եղանակից սկսած իմ տրամադրությունը կարա փոխվի։ Ես կարամ ուրախ լինեմ, անձրև գա, ես էլ չհասկանամ ոնց սկսեցի տխրել։ Իսկ այդ շրջապատի վրա ազդում է։ Երբեմն հայ կփորձեմ անկեղծ ասեմ։ Իհարկե, դու չասեր, ես պետք է ասեի այո, որ ասում, դեռ մենք դա զգացել ենք մեր մաշկի վրա իջել։ Որն է Արտաշի ամենաուժեղ կողմը։
երևի ես չասեմ, դու ավելի լավ կասես Ձինա, որն է իմ ամենաուժեղ կողմը։ Չգիտեմ, Ես թվում է միշտ պայքարելը։ հա, կամ էլ էներգիան այնքան շատ է, որ տարածում ես։ Ես օրինակ քեզ չեմ տեսել տենց որին որ հոգնած գալիս են տենց։ Դրա մասին խոսք չկա, իսկ թվում է միշտ այն որ պայքարի մեջ լինես, լավ իմաստով նկատի ունեմ, որ եթե նպատակ ունես, պետք է հասնես ամեն ձևով։ Շատ լավ։ Մարդկա ով գիտի քո բոլոր գաղտնիքները։ Այո։ Կինոս։ Իսկ հիմա մի քիչ թեթևացնեմ, բոքս թե շախմատ։ Բոքս։ Քիմ Քարդաշյան թե Վիագրա։ Քիմ Քարդաշյան։ Մերնադրի համար։ Հա, բա ոնց։ Սեր թե փող։ Սեր։ Իսկ Բայց սերը փողել։ փողոցեր։ Հա, խիչել որ։ Հա, հեչ։ Հոզիվ մեկը համաձայնվեց իմ հետ։ Հաճախ ես արդ սեր խոստովանում։ Կարողանում ես բառացի ասես, որ ես քեզ սիրում եմ։ Ամեն օր։ Ինչ լավ է։ Մեր տանը դա պարտադիր է։ Հա, ու ասա որ դա ազդում է մթնոլորտի վրա։ Միշտ։ Միմիային լավ առումով։ TV թե ռադիո։ TV։ Ունես կարգախոս։ Չէ, որպես այդպեսին չեմ մտածել։ Շատ լավ։ Եվ վերջում հարց, որ տալիս եմ իմ նախընտրած ընկերներիս։ Կա նավ եւ խորտակվող երկու անց։ Ես արդեն պատկերացնում եմ։ Երկու խորտակվող անց դու իրավունք ունես փրկել մեկին։ Մեկը Վովն Ահարոնյան, մեկը Ձինա Հակոբովնան։ Անենց բան ես ասում։ Հա, լավ եմ անում։ Այսինքն մեկին պետք է փրկեմ, երկուսին։ Այս թվում է Վովան կփրկվի, ինքը բոյով է, գիտես Ձին։ Արի ես քեզ այս անգամ քեզ օգնեմ փրկել։ Վով ջան։ Վովը բոյով է, ոնց էլ ան ինքը ջրի վրա է մնալու։ Այն որ ասում եմ, տես Վովը կարող է երկուսից փրկի։ Հա, Էդ էլ կարա լինի։ Ամեն մեկից մի ձեռով կպահի։ Շատ լավ։ Իսկ այսքանից հետո մենք ունենք օրվա հոբելյարներ արդ։ Տեսախցիկը քոնն է, խնդրում եմ, իրանց շնորհավորի։ Ես նույնպես միանում եմ Ձինա այս կողմից հաղորդման սկզբում հնչած բոլոր բարեմաղթանքներին։ Շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին, ամենակարևորը առողջ լինեք։ Մնացած ամեն ինչը մեզանից է կախված։ Հիանալի է, իսկ այսքանից հետո երգում ենք։ Երգում ենք։ Վերջացավ, այնպես որ ավելի մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, հատուկ մեր հեռուստադիտողների համար կատարումը նվիրում է Արտաշ Զաքյանը։ Հանելուկ ես դարձել իսկապես Սիրտդ սարն է ձամփաթիլի պես Մեկ արևում, մեկ էլ մթնում ես Ես վերջերս չեմ հասկանում քեզ Պատճառներ ես դու միշտ հորինում Ինձ թողնում ես մենակ ու կնում Քո կարոտին սիրելիս էլ չեմ դիմանում Գնում ես գնա, մի նայիր ետ Գնա քո բախտը կապիր ուրիշի հետ Գնում ես գնա, ու այսուհետ Գնա ու խաղ մի արա իմ սրտի հետ Մեկ է ուր էլ կնասուր լինես Էլ չեմ գալու, չեմ փնտրելու քեզ Փորձում ես ինձ ափերից համնել Բայց չես կարող իմ սերը վանել Ինձ անտեղի խանդում ես դու միշտ Խառնում ես իրար սխալ ու ճիշտ Ինչքան լսեմ խոսքերը Գնում ես ընդմիշտ Գնում ես գնա, մի նայիր ետ Գնա քո բախտը կապիր ուրիշի հետ Գնում ես գնա, ու այսուհետ Գնա ու խաղ մի արա իմ սրտի հետ Գնում ես գնա, մի նայիր ետ Գնա քո բախտը կապիր ուրիշի հետ Գնում ես գնա, ու այսուհետ Գնա ու խաղ մի արա իմ սրտի հետ
ուրիշի հետ Գնում ես գնա գնա այսու հետ Գնա ու խաղ մի արա իմ սրտի հետ Գնում ես գնա գնա մի նայիր հետ Գնա քո բախտը կապիր ուրիշի հետ Գնում ես գնա գնա ու այսու հետ Գնա ու խաղ մի արա իմ սրտի հետ Գնում ես գնա գնա Սիրահարվել եմ, հենց քեզ տեսել եմ առաջին անգամ Սիրտս կանգ առավ, մոռացավ սարքել մի քանի վայրկյան Ինչքան ինձ սիրես, քեզ ավել սիրեմ մի քանի անգամ Դու վերջին կաթիլ սերը իմ սրտի արասերական Քո սիրած հայն եմ դու իմ հայուհին Ինչքան անուշա սիրելը հայի Թող ինձ միջև կյանքիս վերջամայի աչքերը հայի Քո սիրած հայն եմ դու իմ հայուհին Ինչքան անուշա սիրելը հայի Թող ինձ միջև կյանքիս վերջամայի աչքերը հայի Հետո քեզանից են կոմ էլ աշխարհ չկա Սիրահարվել եմ երջանիկ եմ ես որ հենց քեզ կգա Քեզանից հետո ինձ համար ուրիշ տարբերակ չկա Կաս չկաս դու ես ով իմ ուսասերը ինձ կգա Քո սիրած հայն եմ դու իմ հայուհին Ինչքան անուշա սիրելը հայի Թող ինձ միջև կյանքիս վերջամայի աչքերը հայի Քո սիրած հայն եմ դու իմ հայուհին Ինչքան անուշա սիրելը հայի Թող ինձ միջև կյանքիս վերջամայի աչքերը հայի Հայն եմ դու իմ հայուհին Ինչքան անուշա սիրելը հայի Թող ինձ միջև կյանքիս վերջամայի աչքերը հայի Քո սիրած հայն եմ դու իմ հայուհին Ինչքան անուշա սիրելը հայի Թող ինձ միջև կյանքիս վերջամայի աչքերը հայի